ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրում։ Այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։ Ելույթ ունենալով Բաքվում կայացած էներգետիկ միջոցառման ժամանակ Ջեյքոբսը նշել է, որ խաղաղության համաձայնագիրը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգության եւ բարգավաճման նոր դարաշրջան կբացի։ Մենք բարձր ենք գնահատում այս համարձակ քայլը խաղաղության եւ բարգավաճման ճանապարհին, հավելել է նա։ Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Եվրամիության երկրներին վստահեցրել է, որ Վաշինգտոնը Մոսկվային այնպիսի զիջումներ չի կատարի, որոնք կհատեն Կիևի կամ Բրյուսելի կարմիր գծերը։ Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Նա մեծ հավաստիացումներ է տվել, շեշտել է Կալասը։ Նրա խոսքով Ռուբիոյի հետ զրույցում ընդգծվել է, որ Ուկրաինան եւ Եվրոպան պետք է համաձայնություն տան այն պայմանավորվածություններին, որոնք կարող են ձեռք բերվել հակամարտության կարգավորման վերաբերյալ, եւ Ուկրաինայի հետ կապված ոչինչ չի կարող որոշվել առանց Կիևի մասնակցության։ Կալասը նաեւ ընդգծել է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միջև ամուր գործընկերությունը։ Հանդիպման շրջանակներում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի համագործակցության եւ զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամին մեղադրել են Ռուսաստանին հրադադարի շուրջ բանակցությունները դադարեցնելու համար։ Նրանք կոչ են արել դաշինքի մյուս անդամներին շարունակել աջակցությունն Ուկրաինային։ Ֆրանսիայի արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի բանակների բարձրաստիճան ներկայացուցիչները մեկնելու են Կիև քննարկելու խաղաղության հաստատումից հետո հնարավոր խնդիրների լուծման տարբերակները։ Կիևը խաղաղության համար խոչընդոտ չի ստեղծում, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գրասենյակում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը։ Խաղաղության հասնելու համար պետք է ճնշել Ռուսաստանին, նշել է դիվանագետը, շեշտելով, որ հիմա գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Նա կոչ է արել մեծացնել Ուկրաինայի աջակցությունը Կիևի ապագա բանակցային դիրքերն ամրապնդելու համար։ Չինաստանը լրացուցիչ 34% մաքսատուրք է սահմանել ամերիկյան ապրանքների համար։ Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ նոր մաքսատուրքերը կգործեն ապրիլի 10-ից։ Պեկինը նման որոշում է կայացրել ավելի վաղ ԱՄՆ նախագահի կողմից հավելյալ մաքսատուրքերի մասին որոշմանն ի պատասխան։ Չինաստանը դատապարտել է Թրամփի որոշումը, մյուս երկրներին կոչ անելով պաշտպանել համաշխարհային ազատ առևտուրը։ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել էր Չինաստանից ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի բարձրացման մասին, հասցնելով դրանք 54%-ի։ Ռուսաստան-Ադրբեջան կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերություններին համահունչ առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը, ասված է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ Սերգեյ Լավրովի կողմից Ադրբեջանի իր գործընկերոջն ուղղված ուղերձում։ Մենք նպատակ ունենք շարունակելու համակարգված աշխատանքը մեր արտաքին քաղաքական տեսչությունների գծով։ Համոզված եմ, որ միջազգային հարթակներում գործողությունների համակարգումը եւ փոխադարձ աջակցությունը, արդյունավետ համագործակցությունն ԱՊՀ եւ տարածաշրջանային ձևաչափերում կնպաստեն փոխշահավետ համաձայնագրերի իրականացմանը եւ Հարավային Կովկասում ու Կասպյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, ասված է Լավրովի ուղերձում։ Մերի Ներսիսյան, լուրեր։